Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ շաբաթվա վերջին հանդիպումը ձեր ուշադրությանը կներկայացնենք Երևանը կմրցի Մադրիդի Ռեալի դեմ։ Շատ կարևոր հանդիպում երկու թիմերի համար։ Թիմերը ողջունում են միմյանց, եկեք ծանոթացնենք թիմերի հայտարարությունները, սկսենք Երևանից դարպասը պաշտպանում է Տրթա Տասարյանը համար 96, Արեն Վղկդյան համար 2, նա նաեւ Թիմի ավագ թե Գոր Հարությունյան համար 6, Դավիթ Դավթյան 7, Գևորգ Շուլարյան համար 11, Արտյոմ Ղազարյան 15, Վայ Հակոբյան 22, Նարեկ Հայրապետյան 33, Սպարտակ Հարությունյան 45 եւ Սարգիս Շուլարյան համար 77։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար կա մրցավարի Սուլիչու մեկտարկած է հանդիպումը Մադրիդի Ռեալը գնդակը հանձնում է մրցակցին ծանոթացնում նաեւ արքայական ակումբի կազմը դարպասը Պաշտպանում եմ Զոյլ Ալիրեզան համար 1, Արման Հակոբյան համար 2, Հարություն Յախանյան համար 7, Էրիկ Կարապետյան համար 8, Էրիկ Մանուկյան համար 10, Գրիգոր Սարոյան համար 11, Գոր Մանուչյան համար 23, Էդգար Միրանյան համար 26, Արսեն Հովանեսյան համար 77 եւ Արսեն Հակոբյան համար 93 վերջինս էլ թիմի ավագն է Մադրիդի Ռեալի շատ կրկնում եմ շատ կարևոր երկու հանդիպում է երկու թիմերի համար էլ իսկապես երկու թիմերը ունեն լուծելու խնդիր միմյանց մեջ բարձելու հարցում 3 միավորի համար են այստեղ երկու թիմերը դրանում երկու կարծիք լինել չի կարող մրցաշարային հաղորդակցում պատկերը քիչ անց կներկայացնեմ որ ինքներդ էլ հասկանաք թե ցանկացած միավորի կորուստ ինչ կարող է արժանալ թիմերից յուրաքանչյուրի համար այս բան երկու թիմերը մրցաշարային հաղորդակցում հարևանությամբ են գտնվում Երևանը 15-ն է, Ռեալը 16-ը, Երևանը ունի վաստակացիր ակտիվում 6 միավոր Մադրիդի Ռեալը 4 միավոր ակնակի դեպքում իհարկե Ռեալը կշրջանցի հիմնական մրցակիցներից մեկին, այս պայմանությամբ իհարկե Երևանն է դա բայց երկու թիմերն էլ վտանգավորը Շլայան հարված ու բացում է հանդիպան հաշիվը 1-0 Երևանը առաջինն է հասնում հաջողության այս խաղում Գևորգ Շուլարյան 1-0 առաջինն է բացում հանդիպան հաշիվը Երևանի 11 համարը ու տեսնենք արդեն ինչով կփորձի պատասխանել այս ամենին Մադրիդի Ռեալը կարծում եմ սա չէր մտնում Ռեալի ծրագրերի մեջ բաց թողնել գնդակ հենց մեկտարկում հա հանդիպան 2 րոպեի դրությամբ բայց իհարկե Ռեալը կփորձի այս բարդ իրավիճակը կրկնում եմ եւս մեկ անգամ աղտարել սա իհարկե Ռեալի սցենարներում չէր մտնում Խաղարկում են գնդակը պաշտպանությունում Ռեալի ֆուտբոլիստները ու հեռացեցին այս իրավիճակում գնդակ իհարկե ավելորդ ռիսկերից խուսափելու համար Տեսնենք այս գրոհը ինչ կտա Երևանին բայց այստեղ Ալիրեզան կարողացավ տիրել գնդակին առանց որևէ խնդիրների Հիմա երկար փոխանցում տեսանք դեպի առաջու այստեղ անաստ է ստացվեց այս փոխանցումը եւ արդեն Երևանը սկսում է եւս մեկ գրոհ կրկի Շլարյանն է գնդակով այստեղ կարտիկունքից շնշում բայց մնաց գնդակը Երևանի ֆուտբոլիստի մոտ Դավթյան Սա հարված է ավելի շուտ Դավթյանի կողմից ու միայն վերջին պահին կարողացավ Ալիրեզան հեռացնել գնդակը անկյունային կիրացնի Երևանը ու տեսնենք արդեն անկյունային ինչ կտա Երևանին որից հետո շարունակեմ միտքս որը կիսատ մնաց գոլի դրվագից առաջ խոսում էի այդ մասին իհարկե մրցաշարային աղյուսակի պատկերի մասին այստեղ կարողացան հիմա խլում կատարել Ռեալի ֆուտբոլիստները դեպի Հակոբյանը փոխանցում ենք տեսնում Մանուկյանից բայց արդեն Ներողություն Կարապետյանն էր այս դրվագում Էրիկ Կարապետյանն էր փոխանցում կատարել դեպի Արսեն Հակոբյանը բայց արդեն կորցրել են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները ու Ձախ եզրով Երևանը սկսում է եւս մեկ գրոհ Դավթյան խաղարկում այստեղ բայց ավելին անել չստացվեց հիմա կրկին երկրորդ տեմպով կգրոհի Երևան ու հեռացեցին գնդակ այս իրավիճակում Ռեալի ֆուտբոլիստները տեսնենք ինչ կանի հիմա Կարապետյանը ուղարկում է գնդակը Էրիկ Մանուկյանի ուղղությամբ բայց Մանուկյանի կասեցումը չստացվեց հետո մնաց գնդակը Մանուկյանի մոտ Մանուչարյանն էր ուղղված այս փոխանցումը բայց արդեն
Գործունեցին հետո էլ վասակեցին եզրային այդ բաննարավորություն Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները։ Մանուչարյանն է կատարում եզրային նետումը։ Ստացավ Մանուկյանից պատասխան փոխանցում ու շարժվում է առաջ գնդակով Գոր Մանուչարյանը։ Հետ փոխանցում Սարոյան ու դեպի կենտրոն ուղարկեց գնդակը, այստեղ էլ Արսեն Հովանիսյանն է հերվից արված է, այստեղ կատարում Հովանիսյանը, բայց իր վրա կարողացավ գնդակը ընդունել Սպարտակ Հարությունյանը ու հիմա Շլայանն է այդտեղում հարվածային դիրքում կարող էր հիմա կրկնապատկել Երևանի առավելությունը ու դումբլ գրանցեր իր անվան դիմաց այստեղ Գևորգ Շլայանը, բայց մինչ այդ արդեն խաղթում էր տեղի ունեցել Հակոբյան Եվ այստեղ հեռացեցին գնդակը Երևանի ֆուտբոլիստները Վղկրյանն հասավ գնդակին ու կատարեց հետ փոխանցում շատ պարզ գործեց այստեղ Վղկրյանը իհարկե ավելորդ ռիսկերից խուսափելու համար Շլարյան, բայց այստեղ հեռացեցին գնդակը նրա ոտքերի առջևից ու եզրից կնետի Դավթյանը կատարեց եզրային նետում Հարությունյանի մոտ է գնդակը Շլարյան ու այստեղ կար թիկունքից շնշում կորցրեց գնդակը Շլարյանը հետո այն մնաց Երևանի ֆուտբոլիստերի մոտ ակտիվ է Երևանը հանդիպան մեկ տարկից միջ այս պահը Դավթյան երկար փոխանցում ենք տեսնում դեպի Շլարյանը բայց մի փոքր ուժեղ ստացվեց Դավթյանի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ հարված կլինի Ալիրեզայի պաշտպանած դարպասից Մանուչարյան լավ էր նկատել այստեղ Մանուկյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը մի փոքր ներողություն կրկին շփոթեցի Կարապետյանն էր այս դրվագում իհարկե, բայց ուժեղ ստացվեց մի փոքր դեպի Կարապետյանը ընթացող փոխանցումը Սարոյան հիմա արդեն Մանուկյանն է գնդակով Հետ դեպի Սարոյանը Մանուչարյան Դեպի աճ իրեն ուղարկեց գնդակը Մանուչարյանը ու արդեն երկար փոխանցում ենք տեսնում առաջ, բայց ուժեղ էր այս փոխանցում ու գնդակը բաժին հասավ Ասրյանին, ով նետում կատարեց Սարգիս Շլարյանի ուղղությամբ դեպի կենտրոն Հարությունյանն այստեղ կարողացավ ազատվել գնդակից ու դեպի ձախ են ուղարկում գնդակը Երևանի ֆուտբոլիստները բայց այստեղ շատ լավ գործեց Կարապետյանը նահանջեց խլեց ու հիմա շարժվում է առաջ ու հենց իրենց էլ այս իրավիճակում դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եսից կնետի Երևանը կատարված է եզրային նետումը բայց կորցրին գնդակը Կարապետյան թողնում է գնդակը Մանուչարյանին Տեսնենք այս գրոնջիկ վերացի Մադրիդի Ռեալը Մանուկյան լավ փոխանցում է դեպի Կարապետյանը դեպի կենտրոն բայց Շլարյանը հեռացեց ու հիմա հնարավորություն ունի Երևանը հարակակագրոյի անցնելու Շլարյան հերվից հարված ու մի փոքր բարձր է հիմա ստացվում արդեն Գևորգ Շլարյանի կատարած հարվածը իհարկե կարող է մի փոքր ավելի մոտենալ դարպասին բայց որոշեց հերվից հարվածելու այս դեպքում չստացվեց Գևորգ Շլարյանի հարվածը հիմա նորից սխալվեց Մադրիդի Ռեալ ու գնդակը հասեց Մրսացին Վղկրյանն է գնդակով Հարությունյան թողեց գնդակը Դավթյանին դեպի աճ Շլարյանն է առաջ շարժվում թողեց գնդակը Գևորգ Շլարյանին բայց Գևորգ Շլարյանի փոխանցումը այստեղ չանցավ ու հիմա շարժվում է առաջ Մանուկյանը 3-2-ի դիմաց դեպի Մանուչարյանը փոխանցում վտանգավոր է կրկին Մանուկյան Կարապետյան լավ փոխանցում էր բայց այստեղ չհասավ արդեն Գնդակը Մանուչարյանին ով պատրաստ էր եզրափակելու այս գրով փոխարենը Երևանն է նետվում առաջ Դավթյան բայց փորձեց պատխաղարկել չստացվեց հիմա էլ Հակոբյանն հաջող խլում կատարում ու լավ փոխանցեց դեպի Մանուչարյանը Մանուկյանին էր ուղված այս գնդակը Մանուչարյան հավասարեցնել է պետք հաշիվը բայց այստեղ
Հայլում է Երևանի դարպասաբատ տրդատ Ասրյանը հեռացնելով գնդակը Մանուչարյանի կատարած հարվածից հետո այո ուներ Մադրիդի Ռեալը իր տեսական շանս հանդիպան հաշիվը հավասարեցնելու, բայց դա չստացվեց Հիմա էլ բարձից փոխանցում, բայց արդեն այս դրվագում կարողացավ հեռացնել գնդակը Հարությունյանը և գնդակը դուրս եկավ այս իրավիճակում դաշտի սահմաններից եզից կնետի Երևանը Հարությունյան խախտեց խաղի կանոնները Մանուկյանը Ստանդարտ է նշանակել մրցավարը Ռեալի դարպասի ուղղությամբ Գոր Հարությունյանն է գնդակի մոտ Փոխանցում դեպի Դավթյանը կատարեց այստեղ Հարությունյանը Դավթյանն էլ փորձեց անցում կատարել, բայց վերջի պահին հեռացեց գնդակը Ռեալ Մադրիդի պաշտպան Էդգար Միրանյանն ու Անկյունյանի խաղարկումը տեսնենք ինչ կտա Երևանի Դավթյանն է բարձից փոխանցում կատարում Շլարյանն էլ փորձեց հարվածել Չստացվեց ու այստեղ Սպարտակ Հարությունյանը փոխօգնության եկավ իր խաղանկերներին այլապես վտանգավոր գրոհի է հասնում Մադրիդի Ռեալը Սարոյան Դեպի կենտրոն Մանուչարյան իրենց ավելի աճ ուղարկեց գնդակը ստացա պատասխան փոխանցումը անցումը ստացվեց Կարապետյան Մանուչարյան վտանգավոր է հարված ու հաշիվը հավասար է 1-1 Մադրիդի Ռեալը հավասարեցնում է հանդիպան հաշիվը Գոր Մանուչարյան 1-1 հաշիվը հավասար է իսկապես գեղեցիկ խաղարկումներ կատարեց Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ այս իրավիճակում ու կարողացավ հավասարեցնել հանդիպան հաշիվը տեսնենք Ինչքան ընդհիմեր այս պայից սկսած կարելի ասել ամեն ինչ սկսվում է 0-ից, իհարկե մեկական գնդակներ փոխանակեցին ու հիմա հավասար է արդյունքը խաղադաշտում, Դավթյանն է այստեղ Միրանյանի հետ պայքարում գնդակի համար, ինչը կատարվում մնաց, գնդակը Միրանյանի մոտ փոխանցում կատարեց, իսկ Կարապետյանը շատ լավ պահեց գնդակը ուղարկելով Մանուկյանին, բայց արդեն մի անգամից երկու մրցակից դիմավորեց այս իրավիճակում Մանուկյանին ու Կորցեց Մանուկյանը գնդակը Շլարյան Սարքի Շլարյանն է շարժվում առաջ թողեց գնդակը Գևորգ Շլարյանին ևս մեկ հարված բայց արդեն փակվեց Գևորգ Շլարյանի հարվածի ճանապարհը ու հիմա էլ Մանուկյանը շատ լավ գործեց բայց Դավթյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին դեպի Շլարյանը փոխանցում կատարեց տեսնենք այս գրոհ ինչ կտա Երևանի նորից Դավթյան բայց արդեն Գործվեց գնդակը Կարապետյան, իհարկե նրան պետք չէ տարածություն թույլ տալ խոսքս Մադրիդի Ռեալի 8 համարի մասին Էրիկ Կարապետյանի ով ունի տեխնիկա եւ բավական մեծ արագություն եւ ցանկացած իրավիճակում եւ գնդակը նրա մոտ է հայտնում պետք է զգուշանան Երևանի ֆուտբոլիստները Դավթյանն է գնդակով մեկը բումով դեպի Տուգանային հրապարակ բայց հեռացեցին այստեղ Մադրիդի Ռեալի պաշտպանները գնդակը Դավթյան եւս մեկ հարված ու արդեն Ալի Ռեզան վերցնում է գնդակը Եվ նետում կատարեց այստեղ Ալի Ռեզան Հովանեսյանի ուղղությամբ դեպի Կարապետյանը փոխանցում տեսեք Կարապետյանն է աչ եզրում հիմա մնաց գնդակով Էրիկ Կարապետյանը կա փոխանցում Էրիկ Մանուկյանը հարված ու մի փոքր թույլ ստացվեց այստեղ Մանուկյանի հարված այո իհարկե բարդ իրավիճակը Կարապետյանը ամեն գնով հասավ ու բայց գնդակը դաշտի սահմաններում բայց Մանուկյանը շատ բարդ իրավիճակում է հիմա նորից գեղեցիկ կասեցում կատարեց Կարապետյանը Մանուկյան թողնում է գնդակը Մանուչարյանի տեսնեք այս գրոհ կտա Մադրիդի Ռեալին Կարապետյան հարված ու այստեղ տրտատ Ասրյանը կարողանում է տիրել գնդակի մի գեղեցիկ խաղարկում էր Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստների կողմից ամեն ինչ սկսեց Կարապետյանը ինքն փորձեց եզրափակել գրոհ գեղեցիկ հարվածով բայց այս դեպքում Դարպասապատեղում էր հիմա արդեն Երևանի պատասխանն ենք տեսնում ու Ալի Ռեզան հեռացնում է գնդակը Հարությունյանի հարվածից հետո Անկյունային կիրականացնի հիմա էլ Երևան ակումբը Հիմա փոփոխություն տեղի ունեցավ Մադրիդի Ռեալի կազմում
Յախայանը մտավ խաղադաշտ փոխարինելով թիմի ավագ Արսեն Ակոբյանին, այո, այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի Ռեալը ձեռք բերեց մի քանի ֆուտբոլիստների Արսենալի կազմից, այո, նրանք են Արման Ակոբյանը, Արություն Յախանյանը եւ Էդգար Միլանյանը, ֆուտբոլիստները, ովքեր տեղափոխվեցին Մադրիդի Ռեալ այս ընթացքում ու հիմա արդեն պաշտպանում են Ռեալի գույները Մանուչարյան դեպի Աչ փոխանցում գեղեցիկ գրոյ անցել Ռեալը Մանուկյան ուժեղ էր այստեղ փոխանցումը դեպի Կարապետյան ու գործերեցին հարված կատարելու հնարավորությունը Ռեալի ֆուտբոլիստները եւս մեկ փոխանցում Մանուկյան, բայց արդեն վերադասավորվեցին Երևանի պաշտպանները, չի ավարտվել Մադրիդի Ռեալի գրոհը ու հիմա արդեն կարելի ասել ավարտված է, հեռացված է գնդակը բայց երկրորդ տեմպով կգրոյի Ռեալը աչ եզրով Բարձից փոխանցում Կարապետյան սա հարված էր ու Ասրյանը վերցեց գնդակը նետելով առաջ հիմա էլ Սարոյանն է խլում կատարում ուղարկելով գնդակը Մանուկյանին եւս մեկ բարձից փոխանցում Կարապետյան այստեղ գեղեցիկ էր ամեն ինչ բայց գնդակը նորից չի հայտնվում Կարապետյանի կատարած հարվածից հետո դարպասում ինչ փոխանցում ու հարված տեսանք հիմա Ռեալի ֆուտբոլիստների կատարման բայց այստեղ մնաց անառել Երևանի դարպասը Յախանյան դեպի աչ որտեղ Միլանյանն է հետ փոխանցում կատարեց Միլանյանն էլ Հովանեսյանի ուղղությամբ լավ փոխանցում է դեպի Յախանյանով կասեցեց գնդակ ու ուղարկեց այն Մանուչարյանին տեսնենք այս գրոհ իշկիտա Մադրիդի Ռեալին արգելակեց Մանուչարյանը հիմա ուղարկեց գնդակը դեպի Մանուկյանը բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը Փոխանցում դեպի Դուգանայինի մատույցներ ու կարողանում է այստեղ Ռեալի ֆուտբոլիստը հեռացնել գնդակը, բայց տեսնենք ինչ պատահեց այստեղ կարծես դարպասապահ բախում տեղի ունեցավ Ռեալի պաշտպանի կողմից, եթե չեմ սխալվում, խոտածածկին է հայտնվել Էդգար Միլանյանը հուսանք որ լուրջ ոչինչ տեղի չի ունենա ու Միլանյանը կշարունակի հանդիպումը Այո, ամեն ինչ կարգին է Միլանյանի հետ կա, անկյունայինի խաղարկումը փոխանցում են տեսնում, բայց այստեղ հեռացեցին գնդակը քիչ թե շատ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները, իհարկե հարված չհետևեց դարպասի ուղղությամբ, հիմա սխալվեց Երևանի ֆուտբոլիստ ու Յախանյանը ուղարկում է գնդակը Մանուչարյանին ստանում պատասխան փոխանցում, մեկ հպումը փորձեց հիմա այլ հասցեակել գնդակը Մանուկյանին, բայց Ասլյանը ավելի շուտ դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին։ Արի առաջ, հանգիստ արի առաջ։ Այրապետյանն է գնդակով Դեպի Շելարյանը փոխանցում, բայց Սարոյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին ու այն ուղարկում է Մանուկյանի ուղղությամբ, Մանուկյանն էլ դեպի Մանուչարյանն էլ կատարում փոխանցում, բայց այստեղ չանցավ գնդակը Ալիրեզը կատարեց նետում դեպի Սարոյանը Սարոյանը լավ փոխանցեց դեպի Մանուչարյանը Մանուկյան այստեղ արդեն չանցավ գնդակը Հարությունյանից ու մնաց այն Երևանի ֆուտբոլիստների մոտ հիմա սխալ պրեսինգ իշտորով Ռեալը խլում է գնդակը Մանուկյան գեղեցիկ գործեց բայց արդեն մի փոքր դանդաղեց գործերեց գնդակը փոխարենը վասակեց անկյունային հարվածի հնարավորություն եթե հասցնել Մանուկյանը կատարել փոխանցումը ապա արդեն Կարապետյանը պատրաստ էր ներողություն եզրափակելու նրա կատարած փոխանցումը բայց Մանուկյանի ոտքերի տակից հեռացեցին գնդակը խաղարկված է անկյունայինը փոխանցում եք տեսնում վտանգավոր է հարվածը նույնպես կա բայց բարձր է ստացվում այստեղ Արսեն Հովանեսյանի կատարած հարվածը ու հարված կլինի Տրթատ Ասրյանի պաշտպանած դարպասից շատ նույն փոխանցում կատարեց Անկերը ճուղությամբ Ասրյանը, բայց այստեղ գնդակին չհասավ Նարեկ Հայրապետյանը եզրային նետումը խաղարկում է Մադրիդի Ռեալը Մանուկյան դեպի Մանուչարյանը փոխանցում աչից կա տարբերակ, բայց շատ ուժեղ
Ստացվեց այստեղ Մանուշյանի փոխանցումը, հետո արդեն դարպասը Պասարյանը կարողացավ դուրս գալու հեռացնել գնդակը։ Հիմա փոփոխություն տեղի ունեցավ Երևանի կազմում խաղադաշտը։ Լքեց Նարեկ Հայապետյանն ու Դավթյանը վերադարձավ նրա փոխարեն խաղադաշտ, եզրային նետում իրականացված է։ Յախանյան ու անկյունային է արդեն վաստակում Հարություն Յախանյանը իր թիմի համար, որը հենց ինքն էլ պատրաստվում է իրականացնելուն։ Փոխանցումը կա, բայց այստեղ Շլայանը առաջին արձագանքեց գնդակին, հարված եք տեսնում ու հիմա Մանուկյանը խանգ արեց, հարվածի ժամանակ Կարապետյանն էլ կրուկով է հարվածում ու դարպասաձողն է օգնության գալիս Երևանի ֆուտբոլիստերին, ինչ է հիմա կատարվում խաղադաշտում, Մադրիդի Ռեալը կարող է առաջ անցնել հաշվի մեջ, բայց նախ Մանուկյանը խանգ արեց Հովհաննիսյանի հարվածի ժամանակ, հետո էլ Կարապետյանի հարվածը դիպավ դարպասաձողին, Յախանյան Գեղեցիկ է Յախանյանը գործում, կատարում, փոխանցում, բայց այստեղ Մանուկյանը նույնիսկ ներողություն Կարապետյանը նույնիսկ հարվածեց այս իրավիճակում ու ետ բղվեց գնդակը եւս մեկ փոխանցում, չի ավարտել Մադրիդի Ռեալի գրոհը, Կարապետյան փոխանցում ու հիմա դուրս եկան պաշտպանությունից Երևանի ֆուտբոլիստները Դավթյանն է Զախիեզոր շարժում առաջ նկատել է Ալիերզայի դարպասից դուրս գալը, բայց հարվածի ճանապարհը այստեղ կարողացավ Ալիերզան փակել։ Կատարված է եզրային նետումը։ Արությունյանն է գնդակով կրոս դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Սարոյանը առաջիններ ու հիմա Ռեալը նորից գրոհի է հասնում, շատ արագ կարող են հակագրոհել Կարապետյան, Մանուկյան, վտանգավոր Էրիկ Մանուկյան հարված ու նորից դարպասաձողն է փրկում Երևանին, ինչը կատարվում Երևանի Տուգանային հրապարակի մատույցներում վերջին մի քանի րոպեների ընթացքում, այո 2-3 առնվազն 100% հնարավորություն կորցրեց Մադրիդի Ռեալը հաշվի մեջ առաջ անցնելու համար։ Եվս մեկ փոփոխություն Մադրիդի Ռեալի կազմում Մանուշյանի փոխարեն խաղադաշտ մտավ Արման Հակոբյանը, նա նույնպես Արսենալից է տեղափոխվել Մադրիդի Ռեալու, արդեն տեսնենք հիմա ինչ կփորձի անել Ռեալի կազմում Հակոբյանը Հովհաննիսյան չանցավ այստեղ փոխանցումը Շլայան գիրեց գնդակին, բայց նրա կատարած փոխանցումից հետո կրկին Հովհաննիսյանը ուղղեց իր սխալը, եւս մեկ փոխանցում, բայց այստեղ արդեն Ալիերզան վերցրեց գնդակը։ Յախանյան թողեց Հակոբյանին, գնդակը գեղեցիկ փոխանցում էր դեպի Յախանյանը, կատարեց Հակոբյանը, գեղեցիկ է Կարապետյան ու այստեղ նորից Ասրյանը փրկում է Երևանին, ինչ է կատարվում իսկապես Մադրիդի Ռեալը պաշարել է այս րոպեների ընթացքում մրցակցի Տուգանային հրապարակը, բայց առայժմ հաշվի մեջ փոփոխություն չկա, 1-1 է դեռ հանդիպան հաշիվը։ Եզրային նետումը կատարեց Շլարյանը, Բարձից դեպի Տուգանային հրապարակի փոխանցում ենք տեսնում հիմա էլ, բայց Ռեալը դուրս է գալիս պաշտպանությունից, Սարոյան լավն էր փոխանցում ու Մանուկյանն է շարժվում առաջ Զախիեզրով այս գրոհը, տեսնենք ինչ կտա Ռեալին, բայց Մանուկյանի փոխանցում այստեղ անհաջող էր ու Դավթյանը խլելով շարժում է առաջ, Զախիեզրում է հիմա Դավթյանը հայտնվել, եւ Յախանյանը հեռացեց այստեղ գնդակը նրա ոտքերի առջևից, եզրային նետում կտեսնենք։ Հարությունյան թողեց գնդակը գոր Հարությունյանին, բայց բարձր ստացվեց այստեղ հարվածը
Եվ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ այսքանով ավարտվում է, կարճատև դադարը, որից հետո շարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք շարունակում ենք մեր հերթակումը Ուրարտու մարզադաշտից ու կդիտենք արդեն միասին Ռեալ Մադրիդի դեմ Երևանի հանդիպան երկրորդ կեսը, առաջի խաղակեսից հետո հանդիպան հաշիվը 1-1 է նախ կարողացավ Գևորգ Շլերյանը բացել այս հանդիպան հաշիվը Երևանի կազմում, հետո էլ արդեն Գոռ Մանուչյանը հավասարեցեց հանդիպան հաշիվը դարձնելով 1-1 ու թիմերը հենց այդ հաշվի պայմաններում էլ գնացին ընդմիջման։ Հակոբյանն հիմա երևից մի անգամից հարված կատարում, բայց այստեղ թույլ ստացվեց Ռեալի ավակի կատարած հարվածը։ Ու հիմա անկյունային հարված վաստակում է Մադրիդի Ռեալը։ Անկյունայինից հետո ծանոթացնեմ եւս մեկ անգամ մրցող թիմերի հայտարարությունները։ Մանուչյանն է հիմա պատրաստում անկյունային իրականացնելուն։ Բարձից փոխանցումը կա ու այստեղ Հակոբյանը եթե հասներ, ապա վտանգավոր հարված կհետևեր, բայց չկարողացավ այստեղ հարված կատարել։ Հիմա էլ Երևանի ֆուտբոլիստը փորձեց հարվածով աշկինքնել, նկատելով որ Ալիրեզան դուրս է եկել դարպասից, բայց այստեղ հարվածը նպատակակետին չծառայեց։ Սարոյան ուղարկեց առաջ, հիմա այդ Վղկրյանն է խլում կատարում, Շլարյանի խաղարկումը Գևորգ Շլարյանի հետ ստացվեց, եւս մեկ փոխանցում ու արդեն այստեղ էլ Հովհաննիսյանն է հեռացնում գնդակը երկրորդ տեմպով է գրում, Երևանը վտանգավոր է, Հարությունյան պետք է հարվածել, այդպես էլ արեց ու մի փոքր բարձր է ստացվում հիմա Գոռ Հարությունյանի կատարած հարվածը։ Եվ այսպես ծանոթացնեմ թիմերի հայտարարությունները Երևանից սկսեմ, դարպասը պաշտպանում է Տրթատ Ասելյանը համար 96, Արեն Վղկրյան համար 2, Գոռ Հարությունյան համար 6, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյան համար 11, Արտյոմ Ղազարյան 15, Վայ Հակոբյան 22, Նարեկ Հայրապետյան 33, Սպարտակ Հարությունյան 45, Սարգիս Շլարյան համար 77, Ռեալ Մադրիդ Զոյլ Ալիրեզան պաշտպանում է դարպասը համար 1, Արմեն Հակոբյան 2, Արություն Յախանյան համար 7, Էրիկ Կարապետյան 8, Էրիկ Մանուկյան 10, Գրիգոր Սարոյան 11, Գոռ Մանուչյան 23, Էդգար Միլյանյան 26, Արսեն Հովհաննիսյան 77, Արսեն Հակոբյան համար 93։ Հիմա ստանդարտ նշանակել մրցավարը, խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ ուժեղ ստացվեց։ Դարպասապայի կատարած փոխանցում ու Ալիրեզան վերցրեց գնդակը նետելով Սարոյանի ուղղությամբ։ Մանուչարյան կորցրեց այստեղ գնդակ ու Գևորգ Շլարյանի մոտ է հայտնվել է հարված ու Հովհաննիսյանը փակեց հարվածի ճանապարհը, Մանուչարյանն էլ այստեղ կարծես նա անջում էր ու փոխօգնության հասներ, բայց Հարությունյանն այս իրավիճակում կորցրեց գնդակը, հիմա եզրային հետո է խաղարկում Վղկրյանը։ Եվս մեկ անգամ եզրից կնետի Երևան ակումբը։ Սպարտակ Հարությունյանն է հիմա երկար փոխանցում կատարում առաջ, Գևորգ Շլարյան հարված ու բարձր է ստացվում հարվածը, չնայած Ալիրեզան այս դեպքում դիպավ գնդակին։ Ու անկյունային իրականացնի Երևանը ամեն դեպքում այս իրավիճակից խաղացին այս անկյունային, այսպես ասենք, Երևանի ֆուտբոլիստները ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը գուցե որևէ բան տա Երևանին։ Դավթյանն է պատրաստում իրականացնելու անկյունայինը կա փոխանցումը հարված այստեղ փորձեց կատարել այս բարդ իրավիճակում Արտյոմ Ղազարյանը բաց չստացվեց, հիմա կրկին փորձեց խլում կատարել Ղազարյան ու գնդակը բաժին հասավ Հակոբյանին, հետո սխալվեց Հակոբյանը, Դավթյան լավն էր փոխանցում ու այստեղ Շլարյանը չհասցրեց հարված կատարել դարպասի ուղղությամբ, այլապես մենք լուսատարտակին այլ հաշիվ կտեսնեին, շատ նպաստավոր ու հարմար էր Գևորգ Շլարյանի դիրքը, բայց փոխանցումը մի փոքր ավելի բարդ ստացվեց Դավթյանի կատարած
Կարապետյան ընդունեց գնդակ ու շարժվում է առաջ զարգացնելով արագություն լավ է նկատել այստեղ Յախանյանի գրոյի միացումը հակառակ եսից բայց փոխանցումը չհասավ Յախանյանին Հարությունյան կա փոխանցում Սարոյանը դիպավ գնդակի Շլայանն էլ հարվածեց ու կրկին բարձր է ստացվում Երևանի 11 համարի կատարած հարվածը Ու Ալիրեզան գնդակը մտցնում է խաղի մեջ Յախանյան Այդ փոխանցում դեպի Մանուչարյանը ով հետ է ուղարկում իրենից ավելի գնդակը դարպասապ Ալիրեզ այն ստանում նրանից պատասխան փոխանցումը բայց այստեղ արդեն ուժեղ ստացվեց Գործրեցին գնդակի հիմա Եվս փոխանցում եք տեսնում այստեղ դիպավ գնդակը Երևանի ֆուտբոլիստի ձեռքին բայց ձեռքը բնական դիրքում էր ու խաղում չնշանակեց մրցավարը Եվս մեկ երկար փոխանցում եք տեսնում Հակոբյանի ուղղությամբ ու անկյունային հարվածի հնարավորություն այստեղ վաստակում է Արսեն Հակոբյանը Մադրիդի Ռեալի համար Խաղարկեցին, անկյունայինը Սարոյանը մի փոքր հեռու թողեց իրենից այս դրվագում գնդակը Իհարկե փորձում էր գնալ հարվածի Սարոյանը այս իրավիճակում, բայց չստացվեց Մանուչարյան մնաց գնդակով Եվ դեպի հետ է ուղարկում գնդակը Հակոբյանն էլ իրենից ավելի ձախ Յախանյան, բայց գնդակը Ռեալի մոտ Յախանյան, այո, ստացավ հիմա Մանուչարյանից պատասխան փոխանցում, կրկին նրան ուղարկեց գնդակը Մանուչարյանը հարված հարադարձ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից փոխարենը անկյունային հարված կիրականացնի Ռեալը Հակոբյանն է գնդակի մոտ բարձից փոխանցում դեպի Դուգանային հրապարակու այստեղ արդեն Ասադյանը տիրեց գնդակին Երկար փոխանցում ենք տեսնում առաջ, բայց Սարոյանին բաժին ասավ այստեղ գնդակը հետո էլ արդեն չանցավ Հովանեսյանի կատարած փոխանցումը ու կար խաղի կանոնների խախտում արդեն այս դրվագում 2.77 համարների պայքար տեսանք Եվ տեսնենք կա մրցավարի սուլիչը այս ընթացքում ուժեղ փոխանցում տեսանք առաջ, բայց Շլարյանը հասավ ամեն դեպքում այս գնդակին Յախանյան Լավ փոխանցում էր դեպի Կարապետյանը, Մանուչարյան արված ու նորից դարպասաձողն է փրկում Երևանին այս խաղում արդեն առնվազն ես 3 դեպք հիշում եմ եւ դարպասաձողը եկել է օգնության Երևանին ու թույլ չի տվել Մադրիդի Ռեալին առաջ հասնելու հաշվում է Շլարյանն է խլում կատարում է երբից հարված ու մի փոքր բարձր է հիմա այստեղ Շլարյանի կատարած հարված այո Այսօր իսկապես որի օրտ անգամ Դարպասաձողը գալիս է օգնության Երևան ակումբին Գնդակը Ռեալի ֆուտբոլիստի հարվածից հետո չի այդտվում դարպասում Հասցրեց այստեղ Մանուչարյանը փոխանցում կատարել
Հիմա կրկին Մանուչյանն է գնդակով տեսնենք այս գրոհիչ կտա Ռեալին լավն էր փոխանցումը Կարապետյան արված ու այստեղ Ասրյանը իր բարձունքում էր կարողանում էր հեռացնել գնդակը հիմա էլ Դավթյանն է զարգացում արագություն գեղեցիկ անցում էր Դավթյանը արված 2-1 Երևանը առաջ է հասնում հաշվի մեջ անհատական վարպետությունը գործի դրեց այստեղ Դավիթ Դավթյանը ու առաջ մղեց Երևանին հաշվի մեջ Դավիթ Դավթյան 2-1 Երևանը առաջ է անցնում այս խաղում երկրորդ անգամ հաշվում է Ճայո իսկապես անհատական վարպետությամբ այստեղ աչքի ընկավ Դավթյան ու առաջ մղեց Երևանին հաշվում է չես խփում դու խփում ենք ես քանի անգամ Մադրիդի Ռեալը ուներ հնարավորություն հաշվի մեջ առաջ անցնելու չօգտագործեցին իրենց պայերը փոխարենը Դավթյանը մեկ հնարավորություն ստանալով գրավեց մրցակցի դարպասը ու հիմա էլ արդեն խաղի կանոնների խախտում է վաստակել Դավթյանը որը կարծես հենց ինքն էլ պատրաստում է իրականացնում բավական վտանգավոր դիրքում կա մրցավարի սուլիչը Դավթյանն է մոտենում գնդակին հարված կատարում Շլերյան 3-1 կրկնապատկում է առավելությունը արդեն Երևանը մեկ րոպե ընթացքում 2 գոլ է հեղինակ դարձան այս անգամ արդեն Սարգիս Շլարյանը գրավեց Մադրիդի Ռեալի դարպասը ու արդեն Երևանը շատ լուրջ քայլ է կատարում 3 միավորի համար այս խաղում ճիշտ է դեռ ունի խաղաժամանակ Մադրիդի Ռեալը բայց շատ անակնկալ կերպով ասենք հանդիպման սցենարին ոչ համապատասխան Ինչպիսին ընթանում էր հանդիպումը Երևանը 2 անգամ գրավեց Ռեալի դարպասը եւ դրանով է հետաքրքիր իսկապես ֆուտբոլը անկանխատեսելի է ցանկացած դրվագ հատկապես ΑՖԵԼ-ի առաջնությունում թիմերը 1-2 րոպեի ընթացքում կարող են 1-2 գնդակ հեղինակել ու հանդիպան ընթացքը շրջել իրենց օգտին ինչպես սա այսօր արեց Երևանը ու դեռ շարունակի անել իհարկե կարծում եմ Կա մրցավարի սուլիչը երկար փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ հեռացեցին գնդակը Ռեալի պաշտպանները բայց ոչ այնքան հեռու գրովում է Երևանը հարված ենք տեսնում ու այստեղ Ալիրեզան հեռացնում է գնդակը անկյունային հիմա կիրականացնի Երևան ակումբ այո հաղթանակի հասնելու դեպքում Երևանը կբարձրանա 13-րդ հորիզոնական համի անգամից 3 հորիզոնական կշարժվի առաջ ու արդեն 1 միավոր ընդամենը կզիջի Միլանին ով գտնվում է 12-րդ հորիզոնականում այս պահին անկյունային խաղարկումը տեսնենք վարձից փոխանցում ու Ալիրեզան դինեց գնդակին եւ երկար նետում է կատարում Մանուչարյանի ուղղությամբ այստեղ էլ Մանուչարյանի փոխանցումից հետո կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին Սպարտակ Հարությունյանը Շլարյան դեպի աջ փոխանցում Հակոբյանն է այստեղ նորից Շլարյան եւս մեկ փոխանցում Ալիրեզան հեռացեց գնդակը բայց ոչ այնքան հեռու Գորը Հարությունյանը խփում է Երևանի 4 գնդակը այս խաղում ու խոշոր դարձնում հանդիպման հաշիվը Գորը Հարությունյան 4-1 հիմա եռապատկում է առավելությունը Երևանը խաղադաշտում ու սա իսկապես արդեն 3 միավորին համարժեք հանդիպում է այլ հարց է կկարողանա Մադրիդի Ռեալը վերադառնալ խաղ այս ամենից հետո թե ոչ 3 րոպեի ընթացքում բաց թողեց 3 գնդակ Ռեալը Մանուչարյան հիմա լավն էր անցումը լավն էր փոխանցումը Կարապետյան ու գնդակը դարպասում է այո ինչ գոլառատ րոպեներ են ընթանում խաղադաշտում 4-2 է դառնում հանդիպան հաշիվը Կարապետյան 4-2 արագորեն 1 գնդակ կարողացավ Մադրիդի Ռեալը ետ բերել ու հիմա տեսնենք մնացած րոպեները ինչպես կստացվեն Դավթյան եւս մեկ փոխանցում ու արդեն գնդակի ճանապարհին կանգնեց Ռեալի 77 համարը Արսեն Հովանեսյանը հիմա Յախանյանն էլ փորձեց անցում կատարել բայց այս դեպքում չստացվեց ու այստեղ շրջանցեց հենց Յախանյանին Հարությունյանով շարժվում է առաջ գնդակով կա փոխանցում բայց Մանուկյանը կարողանում է հեռացնել գնդակը Շլարյանն էլ փորձեց ավելացնել չստացվեց Սարոյան
Լավ փոխանցում ստացեց Մանուշյանի ուղղությամբ Պաչից կա Մանուկյանը միացավ գրոին Մանուկյանը կա փոխանցում Կարապետյանն ու չի ստացում այստեղ հարված կատարել դարպասի ուղղությամբ Եթե հիմա ստացվեր Ռեալի մոտ եւս մեկ գնդակ հեղինակել ապա հանդիպան վերջին րոպեները պարզապես էլ ավելի հետաքրքիր կստացվեին բայց այստեղ վրիպեց Էրիկ Կարապետյանը ու հարված կլինի Երևանի դարպասից Չի շտապում իհարկե դարպասապա, բնականաբար հաշիվը դա թույլ է տալիս Երևանի դարպասապային չշտապելու գործում Հիմա տեսնենք փոփոխությունը տեղի ունենում երկու թիմերի կազմում էլ ու արդեն տեսնենք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել հանդիպան վերջնամասում Հովանիսյան ուղարկեց գնդակը Ալիրեզային և երկար փոխանցում է տեսնում առաջ այստեղ շահեց դիրքը Կարապետյան ու մնաց գնդակով Մնաց առայժմ գնդակով Կարապետյանը հիմա չանցավ փոխանցումը բայց մնաց գնդակը Ռեալի մոտ Մանուչարյան Գտավ կենտրոնում Սարոյանին իսկ այստեղ Սարոյանի փոխանցումը չանցավ Եվս մեկ փոխանցման փորձ, բայց այստեղ էլ Հակոբյանը փակեց գնդակի ճանապարհը Սուլեց մրցավարը, հիմա տեսնենք ինչ է նշանակել Եզրային նետում այո Ռեալի օգտին Կատարված է Եզրային նետումը, բայց այստեղ հեռացեցին գնդակը Երևանի ֆուտբոլիստները Յախանյանը աչից կա տարբերակ ուղարկեց գնդակը Միրանյանին տեսնեք այս գրո ինչ կտա Մադրիդի Ռեալին Միրանյանը հարված է կատարում, բայց այստեղ փակել էր մոտակա անկյունը դարպասապա Ասրյանը ու հիմա երկար փոխանցում է կատարում առաջ սխալ Ռեալի պաշտպանությունում, բայց Ալիրեզան վերցնում է գնդակը առանց որևէ խնդիրների Սարոյան Մանուկյան ուղարկեց գնդակը դեպի Զախ փոխանցում կատարեց հիմա էլ Մանուկյանը գեղեցիկ գործողություն է Կարապետյանն ու նորից չի ստացվում Կարապետյանի մոտ հարված կատարել Քանի հնարավորություն է կորցնում այսօր Կարապետյանը Կատարվեց Եզրային նետումը Հիմա էլ Միրանյանն է խլում կատարում Էրիկ Մանուկյան Բայց հերոթովեց Մանուկյանը գնդակը Կարապետյանին այն բաժին հասավ Անցումը գեղեցիկ է Կարապետյան ու նորից չի ստացվում Կարապետյանի հարվածը Իսկապես չեմ կարող արդեն հաշվել որի-օրդ անգամ է վրիպում այսօր Կարապետյանը շատ նպաստավոր դիրքերից Մենք իհարկե նրան տեսել ենք գրողները գերազանց եզրափակելուց, բայց այսօր իրեն նման չէ Կարապետյան ու Առնվազն 4-5 իրատեսական հնարավորություն այս խաղում կորցրեց Էրիկ Կարապետյանը, եթե կարողանար գոնե իր հնարավորությունների 50%-ում գրավել մրցակցի դարպասը, ապա այս պայն Ռեալը պարտվելուց վստահ եմ չէ լինի խաղադաշտում։ Առնվազն հանդիպան հաշիվը հավասար կլիներ, կարծում եմ Մանուկյան Բարձից փոխանցում հիմա էլ դեպի Կարապետյանը հեռացեցին գնդակը Երևանի պաշտպանները այն հայտնվեց Մանուչարյանի մոտ Կարապետյանն է նորից հարվածում ու այստեղ Ասրյանը արդեն իր տեղում էր եւ հեռացեց գնդակը անկյունային իրականացի հիմա Ռեալը խաղարկում են արագորեն Մանուկյանն ու Միրանյանը գնդակը կրոս դեպի Տուգանայինի մատուցն բայց Ասրյանը տիրեց գնդակին երկար նետում կատարելով առաջ գեղեցիկ փոխանցում սա ստացվեց բայց Միրանյանը հասցրեց այս դրվագում նա անջելու Դիդել գնդակին երկար փոխանցում ենք տեսնում Կարապետյանն էլ այստեղ փորձեց հասնել գնդակին, բայց Չստացվեց հիմա հասկանանք ինչ առաջին հերթին պատել ֆուտբոլիստին, կարծես անհարմար ընկավ ու Հիմա պարզ կլինի արդեն ինչ է պատել Կարապետյանին, հուսանք հիմա էլ Կարապետյանը վնասված չի ստանա այս րոպեների խաղադաշտում ու չի կարողանա օգնել Մադրիդի Ռեալին, իհարկե
Ամեն դեպքում մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար ինչ է տեղի ունեցել։ Ամեն դեպքում մրցավարը դիտես դրվագի կրկնապատկերը ու մնացի որոշմանը չկա 11 մետրանոց հարված եւ հարված կլինի Երևանի դարպասից, այո։ Թիկունքում էր գտնվում պաշտպանի Կարապետյան ու այս դեպքում իհարկե խախտում տեղի չունեցավ նրա դեմ պայքարում։ Բայց ամեն դեպքում Կարապետյանը կմնա խաղադաշտում ու կշարունակի հանդիպման վերջի րոպեները, տեսնենք այս րոպեները ինչ կտան։ Մադրիդի Ռեալին կա մրցավարի Սուլիչը Ասրյանը երկար փոխանցում է կատարում առաջ, այստեղ առաջինը Միրանյանը արձագանքեց գնդակին ու այն պայեց իր մոտ Յախանյան դեպի աճ ուղարկեց գնդակը Մանուչյանն այստեղ եւս մեկ փոխանցում դեպի Յախանյանը, բայց հաջող կասեցում չկատարեց Յախանյանը, չնայած մնաց գնդակը Ռեալի մոտ վտանգավորը Կարապետյան գուցե իմը ստացվի ու նորից բարձր է հարվածում Կարապետյան այսօր կրկնում եմ Կարապետյանի այսպես ասենք օրը չէ նրա մարզական բախտը ոչ մի կերպ այսօր չի օգնում իրեն բոլոր հարվածները դեպի դարպասն էին ուղված, բայց իհարկե դրանցից միայն մեկում այսօր կարողացավ աչքի ընկնել Էդիկ Կարապետյանը կրճատելով հանդիպան հաշվի տարբերությունը ես իսկ կնետի հիմա Ռեալը կատարված է եզրային նետումը Միրանյան փոխանցում այստեղ ոչ ոք չարձագանքեց գնդակին, բայց Սարոյանը կպայի գնդակը դաշտի սահմաններում հիմա Ալիրեզանը նույնպես առաջ եկելու իհարկե դորսելու ոչինչ արդեն չունի Մադրիդի Ռեալը պետք է շտապել առաջ ու փորձել հնարավորին կերպ փրկել այս հանդիպումը մի քանի րոպե մինչ հանդիպան ավարտը 3-4 րոպե իհարկե ոչ այնքան էլ շատ ավելեցնելու պատճառ կարծում եմ չի ունենա մրցավարը հիմա այս գրոհ տեսնենք ինչ կտա Երևանին գեղեցիկ անցումներ է բայց վերջի պահին Հարությունյանը կորցրեց գնդակը Ռեալը ներդրում է առաջ դեպի ձախ փոխանցում Սարոյան թողնում է գնդակը Մանուկյանին փոխանցում անդրադարձու գնդակը դարպասում է 4-3 է դառնում հանդիպան հաշիվը Այո, անդրադարձ տեղի ունեցավ Չարաբասիկը անդրադարձու գնդակը հայտնվեց դարպասում հիմա մեկ գնդակ է բաժանում Մադրիդի Ռեալից միավորի հասնելու համար այս խաղում ու տեսնենք կստացվի Ռեալի մոտ արդյոք հեղինակել այդ մեկ գնդակ ու փրկել այս հանդիպումը 1 րոպե մինչ հանդիպան ավարտ իհարկե կարծում եմ եւս 1-2 րոպե առավելագույնը կարող է ավելացնել մրցավարը անկախ իհարկե Հաշվի պայմաններից եթե իհարկե դրա անհրաժեշտությունը լինի հիմա Շլայանն է հասնում գնդակին կարող է Երևանը ավարտել այս հանդիպումը եթե փոխանցի Վղկրյանին բայց շատ ուշացեց այստեղ Շլայանը փոխարենը վաստակեց անկյունային արվածի հնարավորություն Փոխանցում ենք տեսնում ու այստեղ չստացվեց հարվածել դարպասի ուղղությամբ Մանուչյանի մոտ է գնդակը երկար փոխանցում դեպի հակառակ եզր որտեղ Սարոյանն Յախանյանին հասցեագեց գնդակը բարձից դեպի Տուգանային հրապարակ եւս մեկ գեղեցիկ հարված Կարապետյանից բայց շեղությամբ է ստացվում Կարապետյանի շրջադարձ կատարած հարվածը Իհարկե հիմա փորձում է ժամանակ ձգել Երևանի դարպասապա Ասրյանը հիմա կատարեց փոխանցում առաջ այն փոխանցում իսկապես ստացեց Վղկրյանի համար հարված ու Ալիրեզան փրկեց բայց հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց 4-3 հաշվով գոլ առաջ խաղում Երևանը հասավ հաղթանակի ու վաստակեց եւս 3 միավոր մրցաշարային աղյուսակում խաղային շաբաթ այս հետաքրքիր հանդիպումից հետո մեզ մոտ ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք